Այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդարանում։ Այսպես է խոսել Փաշինյանը մոտ 10 օր առաջ։ Օրինակ պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Այսպես է խոսել նաև Արման Թաթոյանը այսօր։ Մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է։ Ինչու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նախկին օմբուդսմենի ասելիքը այսքան նման Փաշինյանականին։ Իսկ գուցե այդ Նիկոլ այդ խոսույթը դնում է ու որոշ ընդդիմադիր դաշտում էլ որոշները դա կրկնում են Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու համար։ Միայն հարցեր է առաջացրել Արման Թաթոյանի ասուլիսը խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի անդամների մոտ։ Ինչու նախկին օմբուդսմենը չի ընդունել այսօր խորհրդարանում քաղբանտարկյալների թեմայով հրավիրված լսումներին մասնակցելու հրավերը։ Իշխան Սաղաթելյանն ասում է անձամբ է նրան հրավիրել, բայց Թաթոյանը նախընտրել է գրեթե նույն ժամին ասուլիս անել։ Դրա ընթացքում բառ չի ասել քաղբանտարկյալների մասին։ Խոսքն էլ կառուցել է այնպես, ասես իր գերխնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ նախկին նախագահներին Հայաստանի քաղաքական դաշտից վերացնելն է։ Քաղաքական համակարգը երկու թևեր ունի։ Ամբողջությամբ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը նախկին նախագահների համակարգը, նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից։ Ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսով։ Թաթոյանը նույն հարթության վրա է դնում 3 նախկին նախագահներին։ Վերլուծաբանների գնահատմամբ դա առնվազն տարօրինակ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը 2026-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին առայժմ լռում է։ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ որոշում դեռ չունի։ Ժամանակը կգա, որոշում կայացնենք։ Եվ միայն Ռոբերտ Քոչարյանն է, որ իր դեմքով ընտրապայքարի մեջ մտնելու պատրաստակամության մասին է հայտարարել։ Ստացվում է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժին է Արման Թաթոյանը հորդորում տեղ ազատել նոր ուժերի համար։ Չնստած ավտոբուս չի, որտեղ նստում է ինչ-որ տարիքով մարդ եւ խնդրում է իր տեղը զիջել, որ գա երիտասարդի տեղը զբաղեցնի, էլի։ Սա քաղաքականություն ամեն մեկը գրավում է այն տեղը, որին ինքը արժանի է։ Քաղաքական ավտոբուսում երկրորդ նախագահը մի անգամ արդեն փորձել է սեփական տեղը ազատ թողնել հնարավոր ուրիշ ուղևորների համար։ Տարեսկզբին հրավիրված ասուլիսով նա խախտել էր երկամյա լռությունը։ Կարծիք էր բավական հաճախ հնչում նաև մամուլում, որ իմ ակտիվությունը, իմ մամուլի ասուլիսները, միգուցե ինչ որտեղ իմ գոյությունը խանգարում է կայանալ ուրիշ մարդկանց քաղաքական դաշտում։ Լռել էր, որ կայանան իր գոյությամբ կաշկանդված մարդիկ, բայց համոզվել էր, որ այդ մարդիկ կայանալու փոխարեն շարունակում են կռիվ տալ իր ստվերի դեմ։ Ես չէի խոսում իմ մասին, խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավական հաճախ խոսում։ Ամենաակտիվ դերակատարներին դաշտից հեռացնելը, ճիշտ ասած, Փաշինյանի պահանջն է։ Հիմա ես չգիտեմ, այդ պահանջը կրկնողները ինչի վրա են հույս դրել, որովհետև կրկնում եմ, սա մի տեղ չէ, որտեղ տիտղոսները sense բաժանվում են, առաջին ընդդիմադիր, երկրորդ, ամեն մեկը իր արածի չափ վաստակում է իր տեղը։ Լավ կլինի փորձեն զբաղեցնել այն տեղերը, որ դատարկ է։ Իսկ դատարկ տեղ շատ կա։ Թաթոյանն ինքն է հայտարարել, Հայաստանում ընտրելու իրավունք ունեցողների 60-ից 70%-ը պարզապես չի գնում ընտրության։ Մարդիկ պարզապես հուսահատության մեջ են հայտնվել։ Ինչն է խանգարում Թաթոյանին գրավել ընտրողների 70%-ի սիրտը։ 4 լեզուներով եմ ստացել իմ կրթությունը։ Իմ մասնագիտական փորձը վերաբերում է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում, ես ունեմ աշխատանքի փորձ, այդ թվում Հայաստանում։ Հատկապես, որ նա շատ լավ գիտի իր առավելությունները ու գրեթե անգիր կարողանում է շարադրել ամբողջ ինքնակենսագրությունը։ Հիմա քաղաքականության մեջ ակտիվ ցանկացած դերակատար, բուֆերի դեր է հանդիսանում հենց այդ նոր քաղաքականություն մտնող դերակատարների համար։ 2021-ի խորհրդարանական ընտրություններին 269,441 մարդու քվե է ստացել Հայաստան դաշինքը։ Պատգամավորները, ինչ էլ լինի, կարծում են, որ ամեն ուժ ազատ է որոշելու նախընտրական իր մարտավարությունը։
Միայն հորդորում են 2026-ին պատրաստվողներին Փաշինյանին մենակ թողնել քաղաքական դաշտը սանրելու եւ իրեն հարմարեցնելու գործում, ավելի շատ նրան հեռացնելու վրա կենտրոնանալ, մեկ էլ ձևավորել Հայաստանի ապագան կառուցելու գործողությունների պլան։ Նախկին օմբուդսմենը կհետևի հորդորներին։ Առայժմ վերլուծաբանները մի քիչ մակերեսային են գնահատում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին նրա պատկերացումները։ Խաղաղության պայմանագիրը կստորագրեմ թե չէ, այո, կստորագրեմ։ Ինչի՞ չեմ ստորագրի, բայց առաջինը թող Ադրբեջանի նախագահը ստորագրի։ Ադրբեջանի նախագահը կստորագրի, մի անգամից նույն րոպեին ես կստորագրեմ։ Գուցե Թաթոյանին շատ են զբաղեցնում չարլեզուների պնդումները, թե ինքը այնքան էլ անկախ չի գործում եւ պահպանում է կապը երրորդ նախագահի հետ։ Եթե ինձ կապային, հենա պետք է Փաշինյանի հետ կապեն, էլի, ինքը ինձ ընտրել է, 2016-ին էլ հայտարարել է, որ ընտրում է հրապարակային։ Սերժ Սարգսյանի օրոք քաղաքական արդարադատության փոխնախարարի պաշտոն զբաղեցրած մարդը հավաստիացնում է, կապ երրորդ նախագահի հետ առհասարակ չունի։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։